քաջալերությունը ուղակի sense տեղի չի ունենում անիմաստեղը եկեք քաջալերվենք ուղակի չէ հիմքա պետք քաջալերությանը երբ որ մենք շարունակում ենք ասում է գործ առաքելոց 27-25-ում ասում է դրա համար քաջալերվեք չի համար դրա համար որովհետև խոսք էր ստացել ինքը Աստծո հրեշտակ իրան ասել էր Պողոս դու քայսերի առաջ Հռոմում կանգնելու ես չի ասեմ ինչ իրավիճակների մեջով պիտի անցես որ դրան հասնես գիտի այց նստելա պետք է բ Աստված չի ասում ինչա կատարվելու այդ այց բեի ճանապարհի ընթացքում բայց մի բանով հաստատա Պողոսը որ պիտի կանգնեմ եղբայրներ քույրեր ջան չգիտեմ ոնց է լինելու ինչերի մեջով ենք անցելու բայց մի բանում հստակ եմ որ չեմ մեռնելու այլ քայսերի առաջ պիտի կայնեմ որտեվ Աստծուց խոսք ունեմ եւ ասում է դրա համար քաջալերվեք մարդիկ որովհետեւ հավատում եմ Աստծուն որ կլինի այնպես ինչպես որ ինձ ասվեց չի ասում հավատում եմ Աստծուն որովհետև ամեն կիրակի եկեղեցի եմ գնում չի ասում հավատում եմ Աստծուն որովհետև հավատարիմ 10-րդ եմ վճարում ինչի համար է հավատում եմ Աստծուն որ այնպես կլինի ինչպես որ ասվեց խոսք հաստատել ես մարդը ու այդ խոսքին հիման վրա ուրիշներին էլ հիմա ասում է պիտի այս խոսքի հիման վրա քաջալերվեք բոլորդ որովհետև ասել է